Եվ այսպես տաղավարում ինձ է միացել Ալեն Ղևոնդյանը, նա քաղաքագետ է եւ պարոն Ղևոնդյան այսօրվա առաջին հենց լուրից եմ առաջարկում սկսենք Մարգարա Եղեգնաձոր Սիսիան Գորիս երթուղով Թուրքիայից Ադրբեջան եւ Ադրբեջանից Թուրքիա բեռնատարների անցման առաջարկ Փաշինյանից հնչեց հենց այսօր առավոտյան, ինչ է սա նշանակում։ Իդեպ ասել, որ թուրքական բեռնատարներ նոր չի որ Հայաստանում հայտնվում են, արդեն տևական ժամանակ են նրանք տարբեր այսպես կոնֆիգուրացիաներով ներգրավված են, չգիտեմ իրավական ինչ կարգավորումների ներքո եւ ինչ, այսպես ասած, միջազգային իրավունքի, այսպես ֆորմատների ներքո, բայց դրանք այնուամենայնիվ կան։ Ինչ վերաբերում է այս վերջին մի քանի օրվա մեջ այսպիսի ժեստերի հրապարակային եւ հայտարարությունների, դրանք տարբեր այսպես հասցեատերեր ունեն։ Ալիևի բառամթերքի որոշակի փոփոխությունը կապված կոմունիկացիաների ապաշրջափակման, սակայն Հայաստան տարանցիկ ուղիների մասով եւ ոչ թե Ադրբեջանի տարածքով Հայաստան փոխանցվելիք բեռնատարների մասով, դա իհարկե բավական մեծ դրական ազդակեր գործող վարչապետի քաղաքականությանը հրապարակեն աջակցության տեսանկյունից, այսինքն այդ ազդակը, այդ մեսիջը գործող վարչապետը շատ բարձր գնով կարող է վաճառել նախընտրական փուլում ակտիվ կրքերի մեջ գտնվող Հայաստանում, ինչ որ արդեն սկսել է անել, իր մոտ այդ վաճառքի էլեմենտը բավական լավ է ստացվում առհասարակ։ Ինչ վերաբերում է իր պատասխանը, այսինքն այդ պատասխանը կապված ձեր նշած Մարգարա Գորիս այդպես պայմանական ուղու ավտոմայրուղային ճանապարհի հետ կապված ակնհայտ է որ դա գնալու է Լաչինով, այսինքն Արցախով եւ այլն, ինքն էլ հակընդդեմ այսպես հայտարարությամբ է հանդես գալիս, պետք է հասկանալ որ այս ամեն ինչը սինխրոն է։ Այսինքն այդ հայտարարությունների կոնտեքստը, մեսիջների ձևակերպումները եւ ժամանակագրությունը դրանք սինխրոնություն են ենթադրում։ Ինչ վերաբերում է Ալիևի մոտեցումներին, երկու էլեմենտ է շեշտադրում, որ գիտեք, մենք խաղաղության ենք պատրաստվում եւ խոսում է հացատիկի մասին եւ զուգահեռ նույն ասուլիսի ժամանակ խոսում է ինչի մասին, Զանգեզուրի Միջանցքի մասին։ Գործող վարչապետի արձագանքը ես չգիտեմ այսօր չորեքշաբթի ԱԺ-ում այդ հարցը կտան իրեն ինքը ինչպես կարձագանքի, բայց այդպիսի արձագանք չկար Վաշինգտոն կոնկրետ Զանգեզուրի Միջանցքի մասով չկար արձագանք, Թբիլիսից չկար։ Հիշում եք նախորդ դեպքերի պարագայում մենք ունեցանք որոշակի ձևական արձագանքներ։ Եկեք մոնիտորինգ անենք վերջին 5 տարվա եղելությունները, միշտ այդպես է։ Սկզբում էր ժողովականություն, քննադատողականություն եւ այլն, հետո ձայն չի անում, հետո ասում ինչ ա եղել, որ հիմա ինչ կապ ունի ում դրոշն է, այդտեղ կարևոր է որ մարդիկ իրար հետ շփվեն, առևտուր լինի եւ այլն, հա։ Ինչ վերաբերում է ընդհանուր process-ին, գոնե այն ինֆորմացիան ինչ որ հանրայնացվում է, ցավոք աղբյուրի հիմնականում Ալիևն է, իսկ վերջի 18-ից ի վեր Ալիևի հնչեցրած թեզերի օբյեկտիվությունը ցավոք եմ ասում, գրեթե 100%։ Այսինքն պատերազմի ժամանակ էլ դրանից հետո էլ բոլոր process-ների մասով ցավոք ինֆորմացիայի ամենահավաստի աղբյուրը հանդես է եկել Ադրբեջանի ղեկավարը, ինչի մասն է խոսում։ Խոսում է մի process-ի մասին, որը ենթադրյալ Հայաստանի հատվածում, այսինքն Զանգեզուրի Միջանցք ասացի հայաստանյան հատվածում ենթակառուցվածքային վերջնական կետը կդրվի 28-ի կեսերին, հա։ Այստեղ շատ հետաքրքիր հանգամանք առաջանում 26-ին Հայաստանում ընտրություններ են։ Երբ որ ինքը նշում է 28-ի կեսին, այսինքն առնվազն այն մեսիջն է, որ Հայաստանը պետք է իշխանություն չփոխվի, որ ամեն ինչ լավ լինի, այսպես պայմանական, ձևական, ֆիկտիվ խաղաղություն լինի եւ այլն։ Այդ խաղաղության թեման էլ է շատ կարեւոր, հա։ Հաճախ ընդդիմությանը մեղադրում են, որ դուք պատերազմ եք ուզում եւ այլն եւ այլն։ Աշխարհում անեքսիայի տարբեր ձևեր կան։ Կա ռազմական անմիջական անեքսիա, եւ կա տնտեսական անեքսիա, էթնո-դեմոգրաֆիկ անեքսիա կա փափուկ գործիքներով անեքսիա իրականացում։ Այսօր Հայաստանը դրանից մի քանիսի տակ է ուղղակի ձևով։ Ալիևը հասկանում է, ինչի այսօր հարձակվեմ Հայաստանի վրա, աբսոլյուտ դրա այսպես օրակարգը հիմնավորումները նպատակադրումը խելամտությունը չկա մանավանդ որ կա ֆիկտիվ ամերիկյան այսպես ասած ներկայություն այդ Թրամփի ուղու հետ կապված եւ կա Հայաստանի ղեկավարության մեղմ ասած մեծ բարեդրացիական ցանկություններ վերաբերում որ այո մենք կհանձնենք ամեն ինչ եկեք իրար հետ աշխատենք եւ թող անցյալը եւ ժառանգականությունը ինքնությունը մնա պատմության չգիտեմ աղբանոցում հա հենց այդպես էլ ասում դրա համար Ալիևը գրամ փորձել է բոլոր հարթակներում լեգիտիմացնել իր քայլերը եւ երբ որ X կետը առնվազն Զանգեզուրի Միջանցքի թեզի հետ կապված, այսինքն ադրբեջանական սուվերենիտետի հաստատումը Հայաստանի տարածքի վրա, գործող վարչապետը ցույց է տալու, որ ինքը որևէ գործիք չունի, չի կարող, որովհետև միջազգային հանրությունը ընդունում է, որ դա Զանգեզուրի Միջանցք է եւ այլն։ Այո, ինչպես Արցախի պարագայում եղավ։ Այդ գործիքակազմին մենք ծանոթ ենք, ցավոք այդ գործիքակազմի նկատմամբ կիրառական առումով ընդդիմությունը կամ հանրույթը որևէ քայլ չի կարող ձեռնարկել, դա սպეციფიկ քաղաքական արտաքին քաղաքական կոնյունկտուր է, բայց այստեղ մի ուրիշ կարևոր բան էլ կա։
այն միջոցառումները, ինչին մասնակցում էր Հայաստանի ղեկավարը կապված էր Մետաքսի ճանապարհի այսպես վերականգնման հետ, դա այսպես կոչված միջին միջանցքի մի ճյուղ է։ Իսկ այդ միջին միջանցքի ռազմավարական նպատակը ո՞րն է։ Ռուսաստանի շրջանցելը, բեռների փոխադրումներ, իսկ բեռները ցորենը դա քաղաքական ազդեցություն է եւ այլն։ Ումից են գնում ցորեն։ Երբ որ հայրենիքը լիարժեք էր, այսինքն Արցախը հայկական էր, մենք Արցախում մեր բարենային անվտանգության խնդիրներն էինք լուծում, հա։ Մոտավորապես 30% գալիս էր այնտեղից, այսինքն անգամ տնտեսական առումով մեր փողը դուրս չէր գալիս։ Հիմա Ռուսաստանից են գնում։ Հիմա Ռուսաստանից գնված ցորենի դոզան նվազեցնում են Ղազախստանին, իդեպ Ռուսաստան-Ղազախստան կան այնուամենայնիվ որոշակի այսպես հարցադրումներ, որտեղ Ղազախստանը ռազմավարական հարաբերություններ հաստատել Չինաստանի հետ, Միացյալ Նահանգների հետ, ջերմ հարաբերություններ թուրքական պետությունների հետ, իհարկե։ Ավելին ասեմ, Թբիլիսիում խոսակցություն էր գնում, իդեպ Ադրբեջանի վարչապետն էր այդ մասին խոսում, որ ընդհանուր սակագներ են ֆիքսելու, այսինքն ձևավորվում է մի լոգիստիկ կոնյունկտուրա, որի մաս է դառնում Հայաստանը եւ այդ կոնյունկտուրայի հիմնանպատակը ընդդեմ Ռուսաստանի process-ներն են։ Հայաստանը դրանց կարող է ինչ որ կոպեկներ շահել, բայց հայտնվել ռազմավարական ազդեցության ներքո։ Խոսենք նաև ներքաղաքական իրադարձությունների մասին, որովհետև այն ինչ տեղի ունեցավ Գյումրիում, դրան հետևեցին ուրիշ սկանդալային զարգացումներ ու կարծես Գյումրիի քաղաքապետի կալանքը մղվեց երկրորդ պլան։ Համաձայն եք, որ այդպես եղավ առաջինը։ Դա պլանավորված process էր կարծում։ Եվ ինչ կատարվեց ձեզ Գյումրիում։ Ես ձեր նախորդ հայտարարություններից գիտեմ, որ դժգոհ եք ընդդիմության արձագանքից։ Այստեղ խնդիրը ոչ թե ընդդիմության արձագանքն է, այլ եթե կա խնդիր տեղերում ունենալ ազդեցության սուբյեկտներ, դու պետք է այդ սուբյեկտների նկատմամբ լինես հոգատար, հետևողական եւ պատասխանատու։ Ինչ տեղի ունեցավ Գյումրիում, այն ինչ որ ես սպասում եմ, որ շատ ավելի շուտ պետք է տեղի ունենար, ի նկատի ունեմ քաղաքապետի հետ կապված ինչ որ գործեր, դրանք կհաստատվեն, թե հերքվեն այդ կյանքը ցույց կա, բայց Հայաստանում կա ակտիվ process գործեր կարելու մասով, հա։ Եթե սրբազանները բանտում են, այսպես ասած, ապա մենք իսկույն պետք է հասկանանք մի ինչ երկրում ենք աստիճանաբար ապրում եւ արդեն ապրում ենք, հա, ոնց որ դա։ Ինչ վերաբերում է Գյումրիում տեղի ունեցող process-ին, շատ հետաքրքիր մի բան տեղի ունեցավ, գյումրեցիները գնացել են իրենց քաղաքապետին պաշտպանելու։ Այդ շատ լավ էր, բայց այդ քաղաքապետը բոլոր իր հագասական եւ այսպես բնույթով, ոչ միանշանակ ընկալումներով, նախին կամ ներքա միգուցե հակաօրինական գործունեությամբ, միգուցե, այսինքն ոչ որպես պնդում, հա, դրանով հardեց ինքը ուժեղ մարդ էր, ինքը կարողացավ տեղերում իդեպ շատ пассив քարոզարշավ անցկացնելով կարողացավ հաղթել իշխանության տեխնացուին։ Գյումրին կարևոր հանգրվան է։ Գործող իշխանության տրամաբանությունը ինչու՞մ է ընտրություններից առաջ բոլոր տեղական ինքնակառավարման մարմիններն ու վարչական ղեկավարները պետք է լինեն կամ թույլ մարդիկ, ովքեր կառավարելի լինեն, կամ պետք է դառնան ԿՊԵ-ականներ։ Ինչ տեղի ունեցավ Փարաքարի դեպքում, դուք հիշում եք, ես էլ արձագանքել եմ, դա բացարձակ քաղաքական մոտիվացիայով էմոցիոնալ սպանություն էր, որը կարծում եմ նաև պլանավորված էր։ Մենք Գյումրի երկրորդ հանգրվանն էր, հա, երրորդ հանգրվանը լինելու է Մասիսը, այո, որովհետև տեղական ինքնակառավարման մարմինները կարևոր են ասֆալտի վրա հասարակության հետ աշխատանքի մասով, հա։ Ինչ պետք է աներ ընդդիմությունը։ Ընդդիմությունը ամբողջ Երևանյան իր ռեսուրսով կամ ոչ Երևանյան իր ռեսուրսով պետք է հայտնվեր Գյումրիում, որովհետեւ կարողանար պաշտպանել եւ ցույց տալ, որ իրենց բաստիոնների համար պայքարելու են, որովհետեւ այդ մարդիկ իրենց պետք է լինելու 26-ի ընտրությունների ժամանակ ախր։ Այդ ակնհայտ է, հա, բայց մենք չտեսանք այդ։ Մենք տեսանք առանձին դրվագներ, առանձին մարդիկ, ովքեր իդեպ ձերբակալվել են եւ այլն։ Պետք է հասկանալ, որ խնդիրը 26-ի խնդիրը իշխանության գալը չի, այլ գործող թիմից ազատվելն է։ Այնուամենայնիվ ընդդիմությունը իր տարբեր սեգմենտներով եւ տարբեր չափերով այդ դեռևս չի ընկալում։ Երբ որ հավանաբար ընկալեն, եթե այս գործիքակազմը շարունակվի, կլինի ավելի ուշ։ Պարտադիր ժամկետային զինծառայության ժամկետի նվազեցումը որպես 26-ի ընտրություններից առաջ ընտրակաշարք Հայաստանի քաղաքացիներին։ Ձեր ձևակերպումն է, խնդրում եմ բացատրեք։ Գիտեք, տարիներ առաջ, այդ թվում նաև ոչ միայն ես, այդ թվում նաև ոչ միայն ձեր հարթակում, բազմից ենք խոսել, որ Ալիևի օրակարգը գործող իշխանությունների համար աքսիոմ են, կանոնադրություն։ Եվ այդ օրակարգի կարևորագույն կետերից մեկը բանակ չունենալն է։ Բանակ չունենալը մի օրով չի լինում։ Դա միջը պետք է կարողանաս մատուցել, չէ՞։ Սկզբում փոխում ես ռազմատեխնիկական գնումների ծավալը։ Հետո սկսում ես ոչ ՊՆ-ի համար նախատեսված զենքեր գնել։
MVD-ին, NGN-ի համար, ոստիկանության համար է ձեռք, օրինակ այդ բաստիոնները դրա համար են։ Այդ բաստիոնները ադրբեջանցիների համար են։ Ձեռք բերեն, որ երբ որ իրանց բերեն Հայաստան, իսկ այդ օրը գալու է միջէթնիկ բախումների ժամանակ կարողանան կարգ ու կանոն հաստատել։ Հետո ինչ process տեղի ունի, ազգային գվարդիա ստեղծեցին, հատուկ ստորաբաժանումներ, որի ենթակայության սուբորդինացիոն կապերը ավելի հստակեցրին եւ փոփոխեցին։ Երրորդը փոփոխեցին ուժի օգտագործման նորմատիվները, եթե նախկինում, ասենք, դրանք ավելի թույլ են, հիմա դրանք ավելի խիստ են, հա։ Ինչ վերաբերում է բանակին, այն պոպուլիստական թեզը, որ մենք գնում ենք խաղաղության մեզ բանակ պետք չի, դա երրորդ կամ երկրորդ դասարանի երեխաների համար է նախատեսված, բայց արի ուտես, որ պոպուլիզմով կերակրված եւ լարվածությունից փնտրտուքի մեջ գտնվող քաղաքացիներ երբեմն ընդունում են դա որպես իրողություն։ Գործող վարչապետը դա իրականացնում է։ Երբ որ Ալիևը ասեց դուք ընդհանրապես բանակ չպետք է ունենաք, ձեր ինչին է պետք բանակը, ակնհայտ է որ նա միանգամից չէր չեղարկելու բանակին, սկսել որ բանակի ստորաբաժանումները փոխել, ղեկավարությունը փոխել, ծավալը փոխել, ամենապոպուլիստական թեզը։ Եթե մենք բանակ չունենանք, ինչ է լինելու մեզ հետ։ Շատ կոնկրետ պարզ ու շատ վախենալու հարց եք տալիս։ Բանակը հայի գոյության միակ երաշխավորն է, առհասարակ։ Եվ դա ես հայտնագործություն չեմ անում, դա այնքան հին է, ինչքան քաղաքականությունը, ինչքան սոցիալական, ինչքան սոցիումը։ Այսինքն դու պետք է կարողանաս անվտանգության ապահովում որոշ գործիքներ կազմես, հա։ Ինքնապաշտպանության իրավունքը մարդու բնական իրավունքներից մեկն է, որը հետագայում իհարկե քաղաքացիական իրավունքի դաշտ է մտել։ Հիմա ձեր վարչապետը ասում է, մեզ պետք չի այդ։ Մենք չպետք է ինքնապաշտպանվենք։ Մենք պետք է խաղաղությամբ ապրենք։ Մյուս կողմից այդ պարտադիր զինծառայության ժամկետի նվազեցումը առնվազն 25%-ով թույլատնելու է բանակի ընդհանրապես կազմը։ Այն մարդիկ, ովքեր գնալու են եւ ուրախանալու են, որ իրանք քիչ են ծառայելու, շատ ավելի ծանր են ծառայելու, որովհետեւ հերթափոխը շատ ավելի երկար է տևելու, իրանք շատ ավելի հոգնած են լինելու եւ այլն եւ այսինքն Աստված չանի հնարավոր հարցակման իրանք որևէ ձև չեն կարողանում դիմագրավել։ Ես ավելին ասեմ, հետագայում տարբեր տիպի հիմնավորումներով բանակի քանակն է նվազեցվելու։ Ալեքսանդրապոլի, կարծեմ հետո Բաթումի պայմանագրում նշված էր, որ Հայաստանը բանակ չպետք է ունենա, պետք է ունենա ազգային միլիցիա, իսկ Թուրքիան պետք է ստորաբաժանումներ ունենա այստեղ, որպեսզի քրիստոնյաների ու մահմեդականների միջև հնարավոր բախումների ժամանակ կարողանա կայունություն ապահովի։ Մենք մոտավորապես այդ սցենարով ենք գնում։ Եվս մեկ թեմա, վերջին շրջանում հատկապես ինտենսիվ են դարձել մեկ դրվագով չէ, մի քանի դրվագներով Հայաստան-Ադրբեջան էքսպերտների, քաղաքահասարակության ներկայացուցիչների շփումները, վերջերս Երևան էր եկել նաև ադրբեջանական, այսպես ասենք, ուղեղային կենտրոններից մեկի, Հայաստանի դեմ ինտենսիվ աշխատող վերլուծական կենտրոններից մեկի ներկայացուցիչը ու հայտարարություններ էր անում։ Հիմա նախորդին հայտնի դարձավ, որ 2 օրով, 3 այսօր էլի Բաքվից օդանավ է եկել ու քաղաքահասարակության շփումներ են կազմակերպում։ Սա ինչ է։ Փափուկ ուժի գործիքակազմը, ընդ որում իդեպ միայն Հայաստանում չեն հանդիպում, Ստամբուլում են հանդիպել հայկական որոշակի հետազոտական կենտրոնի ներկայացուցիչներ եւ ադրբեջանցիներ, ինչը փորձում են ինչ-որ բանալիներ գտնել եւ փորձում են նաեւ նարատիվներ հստակեցնել, որովհետեւ փորձագետներն ինչով են առաջնորդվում, հարցազրույցներով, չգիտեմ, մեկնաբանություններով, վերլուծություններով, ուղղորդումներով, չէ՞։ Անհրաժեշտ ֆինանսական աջակցության պայմաններում այդ նարատիվները կարող են լինել այս ուղղվածությամբ կամ այլ ուղղվածության։ Հիմա պարզ է, չէ՞, որ ասենք թե ադրբեջանական շրջանակը այս կամ այն հանգամանքի զորու փորձելու է այդպես տրամադրի, որ ամեն ինչ նախկինում է եւ այլն, հա։ Հարց առաջանում այդ դեպքում ինչու Ադրբեջանը իր ռազմատեխնիկական բյուջեն ավելացնում, ինչի են պետք Պակիստանից ձեռք բերված մոտ 40 կործանիչներ եւ մնացածի մասին չասեմ։ Ակնհայտ է, որ դա շատ վտանգավոր բան է եւ ցանկացած էքսպերտ, որ մտնում է դրա տակ, թող շատ երկար մտածի հետևանքների մասին եւ հետագայում պատասխանատվության մասին։ Դա փափուկ ուժը ներսից հասարակության ուղեղը լվանալու տեսանկյունից։